Միացյալ Նահանգներ Իրան հրադադարի խզումից հետո Մերձավոր Արևելքում դարձյալ ռազմական լուրջ սրացում է։ ԱՄՆ ուժերը Իրաքի զանգվածային ավիահարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում տեղակայված իրանական ռազմական թիրախներին։ Ըստ արաբական աղբյուրների, ամերիկյան հարվածները լուրջ վնաս են հասցրել Իրանի էներգետիկ համակարգին, մոտ 4200 մեգավատով նվազեցնելով արտադրության հզորությունը։ Ի պատասխան Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Պարսից ծոցի ամերիկյան ռազմական բազաների վրա։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Հորդանանում գտնվող Արքայազն Հասան ավիաբազային, ինչպես նաև Բահրեյնի և Քուվեյթի Միացյալ Նահանգների ռազմական ակտիվներին։ Իրանական կրակից հետո հրթիռային տագնապի ազդանշաններ են միացել Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում և Բահրեյնում։ The Washington Post-ը հաղորդել է Քուվեյթում Իրանի հարձակումների հետևանքով 3 ամերիկացի զինծառայողի մահվան մասին։ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի կարևորագույն ծովային միջանցքի փակ լինելու մասին մինչև հետագա ծանուցում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ Միացյալ Նահանգները Օմանի վրա ճնշում գործադրելով խափանել է Մասկատի բանակցությունների ժամանակ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը։ Տեղի ունեցածի ուղղակի պատասխանատվությունը կրում է Ամերիկան, որովհետև հենց առաջին օրվանից նրանք դիմեցին խորամանկության։ Ամերիկացիները փոխանակ թույլ տալու, որ Իրանը փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն կատարի իր աշխատանքը 30-օրյա ժամկետում, ցավոք տարածաշրջանի երկրներին հրահարեցին եւ որոշների աջակցությամբ փորձեցին շրջանցել Իրանի հետ համաձայնեցված եւ անվտանգ ուղին։ Դրանով իսկ նրանք մի քանի վնաս հասցրին։ Նախ խախտեցին փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետը, երկրորդ վտանգեցին նավագնացությունը, քանի որ ստիպեցին նավերից շատերին անջատել իրենց տեղորոշիչները, իսկ դա բախումների հավանականություն է ստեղծում։ Եվ ի վերջո, իրենց այս վարքագծով նպաստեցին տարածաշրջանում լարվածության եւ բախումների սրմանը։ Իրանը զգուշացրել է Միացյալ Նահանգների հետ ցանկացած համագործակցության հետևանքների մասին եւ հայտարարել, որ կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Սենատոր Լինսի Գրեհեմի գրասենյակը նշել է նրա մահվան պաշտոնական պատճառը։ Հարավային Կարոլինա նահանգի հանրապետական սենատորի գրասենյակը հայտարարել է, որ Գրեհեմը մահացել է սրտանոթային հիվանդությունների բարդություններից։ Ավելի վաղ Էքսիոսը գրել էր, որ Գրեհեմը մահից առաջ վերջին հեռախոսազրույցն է ունեցել նախագահ Թրամփի հետ, քննարկելով Ուկրաինան, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը եւ Իրանի դեմ Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածները։ Զանգից հետո Գրեհեմն ինչ-որ մեկին ասել է, որ իրեն լավ չի զգում, բայց որում է բժշկական օգնության դիմել Իրաքի նախատեսված հեռուստատեսային ելույթից հետո։ Ըստ տեղեկությունների մահվանից առաջ նա կատակել է. «Ես հիմա չեմ կարող մահանալ, ես դեռ պետք է կիրառեմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, կարգավորեմ Իրանի հետ կապված հարցերը եւ կարգավորեմ Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունները»։ Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի նավատորմի անձնակազմերը Դեղին ծովում մարզվել են ժամանակակից սպառնալիքների դեմ, հաղորդվում է խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։ Մի քանի օր շարունակ ռուսական և չինական նավերը որպես համատեղ ջոկատի մաս կրակել են հրետանային և գնդացիրային համակարգերով, հետ մղելով ռոբոտացված համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և անօդաչու նավակների իմիտացիոն հարձակումը։ Իմիտացիոն զանգվածային հարձակումը ճնշելու համար օգտագործվել են էլեկտրոնային պատերազմի համակարգերը։ Հրշեջներն ամբողջ գիշեր պայքարել են Փարիզից հարավ-արևելք տեղակայված Ֆոնտենբլո անտառում բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ, որը խաթարել է ճանապարհային և երկաթուղային երթևեկությունն ու բազմաթիվ մարդկանց տարհանման պատճառ դարձել։ Հրշեջ մեքենաներ և արտակարգ իրավիճակների խմբեր են տեղակայվել տարածքում, որպեսզի կանխեն կրակի տարածումը մոտակա գյուղեր։ Ֆրանսիայի իշխանությունը հայտնել է, որ երկուշաբթի առավոտվա տվյալով մոտ 800 հեկտար տարածք է այրվել, մոտ 400 հրշեջ տեղակայվել է տարածքում, ինքնաթիռների և ուղղաթիռների հետ միասին։ Հրդեհը տեղի է ունենում Ֆրանսիայում շոգի ուժեղ սեզոնի ընթացքում, երբ ջերմային ալիքներն ու չորային պայմանները խիստ խոցելի են դարձնում երկրի անտառները։ Բանգկոկի փաբերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 25 մարդ, տասնյակ մարդիկ ծանր վիրավորվել են, կոտրվել են պատուհաններ, այրվել երաժշտական գործիքներ։ Հրդեհի պատճառը դեռևս հետաքննվում է։ Ոստիկանները հավաքում են ապացույցներ և հարցաքննում վկաներին։ Մոխրացած մարմինների մեծ մասը հայտնաբերվել է միջոցառման վայրի զուգարաններում, որտեղ ենթադրաբար զոհերը հավաքվել էին կրակից փախչելու համար։ Մարիա Հակոբյան, Էպիկենտրոն։